Շնորհակալ ենք, որ Տուն այստեղ ես, Տեր։ Այսօր այն օրն է, որ Տունը ստեղծեցիր, այս ժամերը այն ժամերն են, որ Տունը ստեղծեցիր, Տեր։ Եվ մենք կհավատանք, որ ոչ մեկս այստեղ բադահական չենք։ Ես շնորհակալ եմ քո փառքի համար, որ գծածկե այստեղ, քո փառքը, որ գծածկե մեր կյանքերը։ Օգնեմ, որ մեր հավատքը բարձրանա Տեր քո հանդեպ։ Օգնեմ մեզի, որ կյանքի դարբեր ալիքները չփորձեն Տեր Աստված խաբել մեզի, բայց մենք հավատանք ամեն ժամանակ քո փառքին եւ ներկայության։ Ես կաղոթեմ Հիսուսի անունով, որ այսօր ամեն մեկուս սրտերը պատրաստես այն խոսքին, որ քեզ մե է Տեր Աստված։ Քո խոսքդ, որ զորություն ունի եւ երբեք չանցնիր, ես կաղոթեմ պատրաստես ամեն մեկուն սիրտը, որ քո խոսքդ քովեն չանցնի Տեր Աստված, այլ մտնե մեր սրտերում մեջ եւ 30-60 բդուխ եւ 30-60 եւ 100 բդուխ բերե, որտեւ քո խոսքդ մեզի համար լավ է Տեր Աստված, մեզի բժշկող է, մեզի ազատագրող է, մեզի սորվեցնող է, թող քո կամքը դլա ինչպես երկինքը, այնպես էլ երկրի վրա Տեր։ Եկեք զորավոր ծափարենք մեր Տիրոջ, փառք ես Տեր, Թունարժանի ես ամեն ծափարություններու, ամեն մեծարանքի, ամեն երկրվակության, Թունարժանի ես Հիսուս, հալելույա, հալելույա, փառք ես Տեր, ամեն, Աստված օրհնեց ձեզի շատ, հրամեցեք նստեցեք, Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչպես միշտ, գահավատամ միշտ, մենք հրաշալի ժամանակ ունենք իրար հետ։ Գիտես, լման շաբաթը ամեն մեկս մեր ընելիքներով ինչեր ունենք, բայց աս մի քանի ժամը որ գիրակի գահավաքվենք իրար հետ, պարապանելու Հիսուսին, երկրպագելու, լսելու Աստծո խոսքը, որովհետեւ մեր կյանքերը փոխվի, ինչ որ բան մսորվենք, որովհետեւ Աստծո կամքը ավելի հաստատվի մեր կյանքերում մեջ։ Ամեն Բոլորս ուզենք չէ, որ Աստծո կամքը ավելի հաստատվի մեր կյանքերում մեջ։ Ամեն։ Աս երեք օրը զոհվության մեջ էինք, ինչպես որ գիտեք, եւ ամեն ամսում վերջ մենք հadouk թեմայի շուրջ ձոմ կվահենք, որովհետեւ Աստծո կամքը կդարվի մեր կյանքի ամեն բնակավարներում մեջ։ Եվ աս երեք օրը հadouk զոհվության մեջ էինք մեր անձերուն համար։ Ամեն։ Որովհետեւ մեր կյանքերում մեջ մեր անձերում մեջ ամեն գիտեք ազոմբաության նպատակները աղոթքի նպատակները որ մեր կյանքերում մեջ ամեն ինչ որ Աստուծո մեջ է որբեսի հերանա մեր կյանքեն եթե բարձ բացադրեմ եւ հստակ ադի է որ իմ կյանքից մեջ այսօր իմ բնավորություններուս մեջ իմ մտածելակերպից մեջ իմ վարքից մեջ իմ կյանքից մեջ ինչ կա որ Աստուծո մեջ է որբեսի գենամ Աստուծո արչեւ զոմաբաությամբ եւ զոմաբաությունը իր խորհուրդով մեկ բառով ասանք կբացատրվի խոնարհություն որ խոնարեցնեմ իմ անձս իմ սիրած բաներես զրգեմ ես ինձի չէ եւ խոնարեցնելով իմ անձս Աստծո արչեւ գենամ հadouk նպատակով գիտեք շատ բաներ կա որ ադորամար Աստծո արչեւ պետք է կանգնենք բայց իմ կարծիքով ավելի քան երբեք մենք պետք է ժամանակ առ ժամանակ Տիրոջ արչեւ կանգ մեր համար մեր անձերու համար որովհետեւ Ես կմտածեմ, որ մենք շատ կխոսենք մեր շուրջի փոփոխություններու մասին, մենք շատ գուզենք մեր շուրջը փոխվի, բայց մեր փոփոխության մասին ավելի պետք է մենք մտածենք եւ ավելի նայենք ադոր։ Որովհետեւ ես կավատամ ասիկա Աստծո կամքն է սիրելիներ։ Ամեն։ Եվ ես անցամ շատ օրտնված ժամանակ ունեցա աս երեք օրը, չեմ գիտեր թում, բայց ես կհավատամ սիրելիներ կխնդրեմ ցեզ մե ամեն ամսվա վեճ որ այս զոհվությունը գրենք որ ինքը ոչ սովորույթ է, ոչ ավանդություն է, ոչ բան է, ասիկ Աստծո գամքի եւ խոսքի համաձայն բան է,
Գիտեք, ես ձեզ ասեմ, պիտի ելան շատ բաներ, որ պիտի ուզեն խանգարել, որ դուք չունեք ասիգա։ Մանավանդ չարը պիտի ուզե խանգարել։ Գիտես, երբ որ այս ծովավության օրերը կան, ես քեզի գսեմ կոնե ամենագրծածի չափը է։ Գիտեմ ամեն մեկս մեր կյանքի մեջ մեր ներիկներ ունենք, բայց ամենալավը է։ Ոչ դու վրա խնդա, ոչ Աստծո վրա խնդա, ըրե ամենալավը Եգուր Աստծո արչև։ Ամենակարևորը միշտ կսեմ, որ ծովավության օրերուն շատ կարևոր է աղոթքը այդ թեմայի շուրջ եւ Աստծո խոսքը, որովհետեւ եթե մի անչուդես ռեժիմը ռազգլաս, բամո չփոխվիր։ Չէ, բայց դու պիտի զոմբա ես, կաս Աստծո արչև, պիտի խոստովանես քո մեղքերդ, պիտի առնես դաս Աստծո հետ, պիտի խնդրես Աստծուց մե որ բացահայտե քո մեջ ինչ կա բաներ որ դուրս ելլե, որ դերը հանդիման է, որ դերը փոխե, դերը շտկե։ Գիտեք, որովհետեւ միան մեղքի հարց չէ, կան բնավորություններ, կան մտածելակերպեր անցյալ են, կան վարքեր մեր կյանքի մեջ։ Այս ամենը հարցեր են մեր կյանքի մեջ, որ Աստված կգամենա որ փոխվի։ Լավ լուր է, որ փոխվի։ Ամեն։ Եվ ես կմտածեմ, երբ որ կա մարդուն ինքն իրեն մասին, միշտ ավելի դժվար է։ Գիտես, շատ թյուրին է գողքով սպաղիս, գողքի մասին խոսիս, բայց եւ որ կաս տուն քեզի բادرդվիլը ավելի է քան։ Ադորամար շատ կարևոր է ասողությունը։ Ամեն։ Սիրելիներ, անցնենք այսօրվա խոսքին, գավադամ շատ օրտնված խոսք է, եւ խոսքը գաբ ունի մեր 13 օրվա ծովավության հետ, որ գետրոնացանք մեր անձերում վրա, խոսքը գաբված է իր հետ եւ հայտնություններով։ Սիրելիներ, այսօր ընդհանրապես մարդկության մեջ կան մեղքեր, որ ասանք մեծ ջանցված են, մեծ են ասանք, ծանր են, օրինակ երբ որ լսես այսինչ այս բանը ըրեր է լսեցիր, ասանք ապշեցուցիչ է, ծանր է, մեծ է, օրինակ լավ օրինակ դամ լսեցիր սպաննեց մեգումը ասինչը։ Գիտես մեղք է, չէ, Աստվածաշունչը գսե մեղք է ուրիշինը սպանելը, եւ կան այսպիսի, ասանք գարձես արդահայտված ծանր մեղքեր, որ երբ որ մարդիկ կլսեն, ասանք շոկի պես կլան։ Բայց ես այսօր եկած եմ ասելու, որ նաև կան մեղքեր, որ նույնչափ են, նույնչափ ծանր են, ինչչափ այդ մեղքերը, բայց գարձես բարձված են մարդոց մեջ։ Այսինքն այսօր կան բաներ մարդոց մեջ, սխալներ, որ ասանք գարձես սովորական է գիծար, հա, սխալ է, բայց ասանք մարդիկ անանք կվերապերին։ Բայց կան մեղքեր գարձես բայց իրականության մեջ չէ։ Այսօր շատ մը բաներ, որ սովորական գուզե դարձել են ինքն իրեն, նույնչափ ծանր է, ինչպես մեծ մեղքերը։ Եվ հիմա որ ես այսօրվա խոսքից վերնակիրը դամ, դու մի գիտնաս ինչի մասին է խոսքը։ Եվ ինչպես գաբերեմ այսօրվա թեման մեր զոհաբահության հետ, իրականության մեջ շատ կարևոր է եւ շատ հրաշալի է։ Այսօրվա վերնակիրը ասե. Փամփասողը ինձինքը շնացողեն լավ գարձեց։ Մեկադարսեմ։ Փամփասողը ինձինքը շնացողեն լավ գարձեց։ Հիմա դու հասկացար ինչ ցել գուզեի որ քիչ առաջ։ Գիտես երբ որ շնության մասին գխոսես, գիտես իսկ եւ փամփասելը ասենք կարծես լավ, բաբամ խոսեցանք մեր բարերով։ Բայց գիտես իրականության մեջ նույնքան ծանր են երկուքը։ Եվ շարունակենք այսօրվա խոսքը, օրը Հիսուսինքով գին մպերին, ով գարտացած է Աստվածաշունչը և գիիշ է, շնությունով բռնված գին մպերին Հիսուսինքով։ Հիմա գուզեմ հետս սկսիկ մտածել այսօրվա վերնակիրը և ինչ կուզեմ որ հասկացնել։ Եվ գիտես Աստվածաշունչը գսե շնությունով բռնեցին իրեն, ծանր է դեպքը։ Խայդարագող է, ծանր է, ամոթալի է,
Եվ բռնողները ով են, ադի ավելի ծանր է, Փարեսիները։ Իրենց ճիշտով բռնված մարդիկ։ Եվ հիմա բռնեցին, եւ Իսրայելի ձերերը կրված է։ Եվ ուզեցին օգտագործել այս դեպքը, որ Հիսուսին վրայով սուտ վկայությունը լա, որ նայենք ինքը ինչպես է, մեր օրենքը այսպես կսե։ Հիմա Իսրայելի օրենքը այսպես կսեր։ Պետք է կարգոցվի այս կինը եւ մեռնի, որովհետեւ շնությունով բռնվեցավ։ Դու կսկաք որ ինչ մեծ բան է։ Ինչ ամոթալի մեծ, գիտես, եւ ադոր համար ինքը արժանի է կարգոցվելու։ Աստծո խոսքը գսե 5 դագարանի մեջ։ Եվ հիմա Պերին Հիսուսինքով եկեք գարտանք Հովհաննես 8-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Նայեցեք, Պերին գինին ըսին իմ ասազներս, ինչ որ ցեզի իսի չի գարտացի, ըսին որ այս գինը շնությունով բռնեցինք։ Մեր օրենքը գսե որ պիտի կարգոզենք ասոր։ Դու ինչ կսես։ Հիմա նայեցեք Հիսուսը ինչ պատասխանեց։ Սակայն երբ ստիպեցին հարցնելով իրեն, վեր նայեցավ ու ուսավ անոնց։ Ցեզմե անմեղ եղողը, լավ լսե, ցեզմե անմեղ եղողը առաջին քարը անիգա թող ցկի ադոր վրա։ Գուզեմ մտածես դեպքը։ Աս մարդիկը հոս կեցած են Հիսուսին պատասխանը։ Նայեցեք ինչ եղավ։ Եվ նորեն զրելով կեդինին վրա գքրեր, Հիսուսը նստեր էր, կեդինը բամ մգներ ասանք ցերկով գքրեր։ Նայեցեք ինչ եղավ։ Անոնք այս լսելով ու իրենց խղճմտանքեն հանդիմանվելով մեգիկ դուրս ելան։ Ձերերեն սկսած մինչև հետինները։ Հիսուս մինակ մնաց ու գինը մեջտեղը գայնած։ Եվ գիտեք, ամեն ժամանակ երբ որ եղածի մասին գխոսենք, որպես հանցավորներ կտեսնենք աս մարդոց, որ եկեր են գիտես Թադաստանն ելու այս գնոջը, բայց Հիսուսի վերաբերմունքը կտեսնենք ինչ ողորմած է, ինչ բարի է։ Եվ իրականության մեջ ասի է մեր Տերը երեք այսօր եւ հավիտյան։ Աստվածաշունչը գսե ինքը եկավ փրկելու, ոչ թե թադելու։ Բայց երբ որ այս աշխարհին վերջը կա, ինքը պիտի թադե։ Եվ այսօր ես ուզեմ ձեր ուշադրությունը գրավել, որ այս մարդոց մեջ, որ եկան Պերին ասկնոջ, լավ գողումալ գար։ Հեչ մտածեր եք։ Լավ գեդալ գար աս մարդոց մեջ, որ գրնար չլալ, գիտեք ինչն է։ Գսե իրենց խղճմտանքը շարժեցավ, հանդիմանվեցան եւ մեգիկ ցկեցին կացին։ Ես ձեզ ասեմ, աս մարդոց խղճմտանքը շարժեցավ, հանդիմանվեցան, այսինքն փացեր իրենց խիղճը հանդիմանվելու։ Դուք գիտեք ինչ գրնային անել իրենք։ Շարունակային հագարակվել, ասելով մեր օրենքը ասանք կսե։ Բայց Աստվածաշունչը գսե աս մարդոց խղճմտանքը իրենց խղճմտանքեն հանդիմանվեցան։ Եվ իրենց շարունակությունը, որ ցկեցին կացին, ադիգա գաբացուցե թե աս մարդոց մեջ լավ գետ գա, գիտես ինչ, իրենք հանդիմանվեցան, չի շարունակեցին իրենց հագարակությունը, քորոզությունը, ամծան եւ ցկեցին կացին։ Ասի շատ կարևոր է։ Եվ գուզեմ շեշտել, որ աս մարդիկ քարնետողներն էին, որ գուզեին որ նետել քարերը։ Ճիշտ է։ Որովհետև մեգումը բռնեցին սխալի մեջ, ադալին սխալի մեջ, մեծ սխալի մեջ, շնության մեջ։ Եվ երբ որ մտածեք այսօրվա վերնակիրի մասին, որ վերնակրեր եմ, փամփասողը ինձինքը ավելի լավ գարձեց շնացող են, եթե փամփասանք բարին վրա գետրոնանք, ես կուզեմ ձեր ուշադրությունը գրավել, որ գնմանի այս մարդոց, ինքը փամփասանքի մեղքը, փամփասելը գնմանի, որ մեկը քարերն է դե։ Ճիշտ նույնն է մոտավոր։ Որ նստած քու խոսքդ, քու լեզուդ միշտ ուրիշին վրա քարն է դելու մեջ է։ Քու խոսածներդ շիդակ է կամ ոչ, եթե փամփասանք է քու ուրածդ, ադիգա նման է աս քարերուն։
Ադորամար եկավ շնացողը եւ եկան քարնետողները։ Հիսուսը ասավ ցեզ մե անմեղը առաջին ինքը թողնեդ է։ Ուրիշ բարերով ասավ դուք դարբեր չեք իր մե։ Դուք բերերեք ասма գնոջ շնության համար, բայց դուք ալ բաներ ունիք, որ ասեմ ցեզի մեկատ, նայեմ հələ ինչ կլա, բայց լավ էր ասմարտոց վիճակը, իրենց խիղճը շարժեցավ, իրենց հանդիմանվեցավ, որովհետև ես քեզի բան ասեմ, սիրելիս, հանդիմանությունը Աստուծմե գա մեր կյանքերու մեջ, քանի որ Աստված հայր է, բայց ես քեզի ասեմ գրնա կալ ժամանակ, եւ որ դու գոծես քո սիրտը հանդիմանություն այլևս հասանելի չլար, քանի որ գարզացած գլաս։ Նորեն ասեմ, ասմարտոց սրդի մեջ դեղը գար, որ գրծավ մտնել Հիսուսին խոսքերը, իրենք կոց չէին, իրենք կրնային մինչև վերջ հագարակվիլ, առանց ընդունելու հանդիմանությունը, առանց շարժելու իրենց խիղճը։ Լսերեք ասարդայդությունը, չէ, անխիղճ մարդ է։ Ինչու կա ասարդայդությունը, որ քանի որ գա, երբ որ մարդուն խիղճը կոծվի, ինքը չես կնար գեցնել ինչ կրնա անել։ Բայց Աստված մեր խղճերեն կխոսի մեզի։ Ճիշտ է։ Ամեն։ Եվ գուզեմ նմանցնել ես այսօր եկել եմ պամպասանքի մասին խոսելու նաև, բայց միան ոչ պամպասանքի։ Նայեցեք, պամպասանքը նաև նման է, քարեր նետելը նաև նման է, որ տուն հայլին, հետսեք, հայլին հագարակ գոմ բռնած գաբրիսկոր, որ ուրիշները տեսնեն հայլիի մեջ իրենց սխալները, լավ լսեցեք սիրեներ, նման է, որ հայլին ուրիշ մույս գոմ բռնած գաբրիսկոր կուգյանքդ, ասի նման է at պամպասանքի օրինագի, կամ at քարնետողներուն օրինագին, որ իրենք հայլին հագարակ բռնած են, at հայլին իրենց գոմ դառնան է, իրենք իրենց դեսնեն, բայց հայլին հագարակ է միշտ, որ գիտես կալազադեն ով որ ինձ ինքը դեսնե հայլին մեջ, յետևեն ալ ցայն գա հայլին, դեսնես կոր ասխալ դեսնես կոր։ Հիսուս գիտես ինչ իրավ։ Ասմարտիկ եկան հայլին հագարակ ցերկերնինա քար։ Հիսուսը ասան նրան, ասա մեկ հատ հայլին դարձուցեք։ Մեկ հատ դարձուցեք։ Ինչ եղավ գիտես։ Հայլին դարձուցին, իրենց տեսան որ իրեն գալ բաներ ունին որ նման է ամծան։ Ինչ կապ ունի ձոմաբահության հետ մեր խոսքը այսօրվա։ Այս ձոմաբահության նպատակն էր որ հայլին մենք մեզի տնենք։ Այս ձոմաբահության նպատակն էր որ Աստծո առջև խոնարհվենք եւ հայլին եթե հագարակ էր մեր գոմ դարձնենք եւ ասենք դեր Աստված իմ իրականությունով եկել եմ քո առջև։ Աս բնավորությունովս, աս սխալովս, աս մտածելակերպովս, աս մեղքովս, ասոր հետ, մույսին հետ եւ այսօր եկել եմ նայելու ես ինձի եւ ոչ թե ուրիշներուն։ Շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է ոչ թե այսօրվա համար, շատ կարեւոր է մեր կյանքին համար, որովհետեւ այդ օրը երբ հայլին կդառնա, ադոր շարունակությունը գիտես ինչ է։ Կյանքիդ միշտ քարերով ուրիշներուն։ Բայց երբ հայլին միշտ քեզի է, միշտ դու կփոխվես եւ քո շուրջդ կփոխես։ Ամեն։ Սիրեներ, շարունակելով խոսքը, ես հավատացած եմ, որ բոլորդ կետրոնացած եք, որովհետև գիտեք, ասիգա իսկապես ասենք ժամեր չէ, որ բարձավես մենք եկել ենք խոսինք, երտանք, ուրախանանք։ Ժամանակ է, որ առնենք տանք իրար, ժամանակ է, որ մտածենք բամը, ժամանակ է, որ մեր սրդերը քննենք։ Եվ ես աս հարցումով գուզեմ որ ձեր սրդերը քննեք։ Եթե Հիսուսը այսօր կարատ հայլին տներ քո առջև Բիդի շարժեր քո խժմտանքդ եւ բիդի ընդուներ։
Կուզեմ որ լավ մտածես այսօր մասին։ Քիչ առաջ ասի ասմարտոց հայլին դարձուց Հիսուսը, սա առաջին անմեղը թող հրամե։ Հայլին ուրիշին վրան էր։ Հիսուս դարձուց ադիգա։ Իրենց խղճմնանքը շարժվեցավ, ուրիշ բարերով խոնարհվեցան, ցկեցին քացին։ Այսօր ես եկել եմ հարց տալու քեզի, եթե հայլին դարձնենք քեզի, Հիսուս եթե այդ հայլին դարձնե քեզի, արդյոք խղճմնանքդ գշարժի գոր թե կարացած է։ Գրնալալ քու կյանքիդ ամեն բնակավարներում մեջ չէ, բայց ինչ որ դեղմա։ Գամ ասանք հարցնեմ, արդյոք այսօր հանդիմանության ցայնը գհասնի գոր քու խղճիդ։ Որովհետև եթե ոչ, ասել է թունքու աչքերդ հանել ես թունք ես մե եւ միայն ասմարտոս նման ուրիշներուն կարգոզելու յետևես։ Ադորամար ասիկա կարևոր հարց է, ես կխնդրեմ քննես մեկատ։ Հարցումս բարձ է, այսօր խղճմտանքդ գշարժի գոր դիրոջ հանդիմանությունով։ Օրինակ աս 3 օրերը որ անցան, աղոթքի մեջ էինք բոլորս, ինձ մեզ սկսյալ բաներ հայտնաբերեցի, բաները սկացի եւ աս ամենը շարժավ քու խիղճդ քայլեր ցերնարգեցիր, ընդունեցիր, գամ դեր գեցեր ես at մարտոց վես գեցեր ես, քարացեր կդե նույն բանի մեջն ես։ Աս մարտիկ կսե ասանք ինձին այգն եկա գիտնակ, ասանգրին արդյոք գնտունիս կոր որ այսպես ընես թե դեղդես որովհետև ես կհավատամ որ այն ժամանակ երբ Հիսուսը ինչ որ բան գխոսի եւ քու խիղճիդ գահսնի այդ խոսքը անդեղ անպայման փոփոխություն ուղա Որչավ վկայություններ կա այսօր փոխված կյանքերու որ անցամբ այսինքն ես գիտեմ ես կզարայեմ որ քոցեի չեր շարժեր իմ ներսս Ասիկա շատ կարևոր է սիրեներ Եկեք բանանք իրար հետ արագած 6-րդ գլուխ Նայեցեք ինչ գրված է Դերը 6 բան է գզզվի ու անոր հոգին արչև 7 բան բիղձեն Ամպարդավան աչքեր գուզեմ լավ մտիգնես Ամպարդավան աչքեր Սդախոս լեզու Անմեղ արյուն տապող ցերքեր Չար խորուրդ հնարող սիրտ Չարություն ունելու համար շուտ վազող ոտքեր Սդություն խոսող անիրավ վգա ու եղբայրներու մեջ գրիվներ ցանող մարդ Դերը 6 բան է գզզվի ու անոր հոգին արչև 7 բան բիղձեն Դուք նկատեցիք որ ասպաները ծանր են Եվ դուք նկատեցիք որ ասոր մեջ երկու բան կա որ գրնա գավվիլ փամփասանքի հետ Սդախոս լեզու բայց ավելի սդություն խոսող անիրավ վգա Դուք գիտեք երբ մարդիկ կփամփասեն ուրիշին վրա որքան անիրավ վգայություն կա այդ փամփասանքի մեջ Դուք գիտեք որքան շատ ժամանակ հարցը այնպես չէ բայց փամփասանքի ներկայության մեջ հարցը Եվ ես մտածեցի եւ հասկացա որ մեր կյանքերում մեջ երգյուղի բագասով, աստծո վախին բագասով մենք կրնանք խոսիլ Մենք կրնանք սուտ անիրավ վգալալ Եվ ասի գարտացի, որովհետեւ դուք այսօրով վերնակիրը համեմատեք եւ տեսնեք Փամփասողը ինձին ավելի լավ գարձեց շնացողեն Ասանք գարձես որքան խայդարագելի բան մնե շնացողը Բայց այսօր փամփասան կգարձես այնքան բարձ է դες դուք գիտեք որ շատ դարածված համաշխարհային լուրջ հարց է ասի Շատ Գիտեք որ շատ բարձված է Բայց դուք գիտեք որ շատ ծանր է նույն նման քան շնությունը Ինչու՞ ադի ավելի ծանր է եղել
Քանի որ մարմնի հարաբերություն ունավ, ասալ բեռնի անիրավություն ունավ։ Բայց այսօր խոսելով փամփասանքի մասին նաև այսօրվա թեմային, որ փամփասանքը կնմանի այն մեղքին, որ քարը միշտ նետելու մեջ լաս։ Գիտես կան մեղքեր, որ մարդը ինքն իրեն իր կյանքի մեջ, ինգերը ադոր մեջ, սխալի մեջ է, բادرազմի մեջ է, լավ վիճակի մեջ չէ, շիդակ չէ, մեղքի մեջ է, ինքն իրեն։ Բայց փամփասանքը մեղքի բնույթ մնե, որ գվնասե իրեն եւ շուշիներուն։ Ադորամար գնմանի այդ պատմության, որ քարերը, որտեւ որ քարը բռնեն վրատնե դեմ գվնասե քեզի։ Ադոր համար շատ լուրջ է։ Բայց ուր պիտի երթանք հասնենք, ինչպես պիտի գաբենք մեր զոհաբահության կարևորության հետ, որովհետև մեր զոհաբահության նպատակն էր, որ մենք մեզի նայենք, եւ երբ որ մարդը ինքն իրենով կսփաղվի, ուրիշին վրա քար նետելու արդեն ժամանակ չունենար։ Ամեն։ Կխնդրեմ եղբայրս կանավակ է։ Սիրեներ, հարց։ Եթե այսօր, գուզեմ լավ լսես, ասիկը զորավոր է և լուրջ է։ Եթե այսօր գշիրքի վրա տնենք, քու կյանքիդ մեջ, իմ կյանքիս մեջ, թե տուն որքանով ուրիշներով սպաղած ես և որքանով տուն քեզմով, գշիրքին որ մեկ գոմը ավելի գզանրանակ, ուզեմ մտածես։ Ես չեմ հարցներ որ պատասխանես, ուզեմ մտածես։ Եթե քու մեկ օրդ մտածենք 24 ժամ, 24 ժամվա մեջ որքանով ուրիշներուն մասին խոսեցար, կան քու մասիդ, ընտանիքիդ մասին, այն ինչին որ քեզի կպատկանի։ Մեկ հատ գուզեմ գշիրքի նման ցնես եւ գշիրքի վրա ցնես ասիմ հարցումս։ Գնես կոր չէ։ Ես չեմ դեսներ մեջիդ ինչ կլա գոր, բայց չէ որ ինձ գիտեք կոր չեմ հասկանալ ինչ կլա։ Ասանք սարած։ Բայց ես գավադամ աս ամենը լուրջ է։ Գիտես ես որ հիմա եկերեմ աս հարցումը գեցած եմ ծեր արջև ինձի կպատկանի։ Եթե այսօր ես մտածեմ իմ կյանքի մեջ որ չափով սպաղած եմ ուրիշներով եւ որ չափով ինձմով։ Լսե եթե սպաղած ես ուրիշներով լավ բանի համար, ադի չեմ նույնս։ Երանի բոլորս սպաղինք ուրիշներուն լավին համար։ Երանի ամբողջ աշխարհը այսպես է լա։ Երանի։ Բայց չէ, իմ ասածս գաբեն յութին։ Նման սուրատ Փարեսիսենորուն քիչմը, նման սուր քիչմը փամփասանքին, նման սուր կուգյանքիդ եւ նորեն գարցնեմ որ 24 ժամվա մեջ եթե նայիս քու խոսքդ ինչ խոսեցար, ինչ արիր, ինչ տվիր, ինչ մտածեցիր, շատ բաներ մեկ չունիս խոսելու, ինչ կմտածես կոր։ Որքան ուրիշներուն մասին է քան քու մասիդ։ Նույնիսկ ասանք հարցնեմ, եթե մտածենք որքան քու սխալներուն մասին կմտածես որ շտկես, քան ուրիշներու սխալներուն մասին։ Եթե գշիրքի վրա տնենք, որ մեկ ավելի ծանր կգշրե։ Որտեղ նայեցիք այսօր Աստծո խոսքով բացահայտվեցավ, որ բաներ, որ բարձ գրնան թվալ, հա ես գիտեի, որ դուք գիտեք փամփասանքը մեղք է։ Բայց գիտես, նման է աշխարհի մեջ փամփասանքը, ասենք բարձ իրողության մա։ Նույնիսկ Աստծո ժողովրդի մեջ դժբախտաբար շատ ժամանակ։ Ադորամար, ես եկած եմ այսօր ասելու բաներ, որ դուք կգարձեք բարձ է,
եկած եմ ցեզ իսելու չէ, նույնքան ծանր է ինչպես շնությունը։ Նույնքան ծանր է ինչպես մարդասպանությունը։ Եվ քանի որ փամփասանքը կապված է լեզուին հետ, ավելի վտանգավոր է։ Որովհետև գսեն չէ, լեզուն ոսկոր չունի։ Ուզած է գխոսի, բայց ասիկա թեթև է, ասի մարդի գսին։ Ասված ավելի ծանր գս է։ Կյանք եւ մահ գս է լեզվին ցերկն է։ Ուրիշ դերմը Հակոբոսի մեջ գս է լեզուն նման է այն Գարքին նայեցեք կարդամ Եթե ունիք բացեք Հակոբոս նայեցեք ինչի կնմանցն է Գիտեք թե ծիերում պերանը սանց կտնեն որբեսի անոնց մեզի հնազանդին ու անոնց բոլոր մարմինը կգարավարենք Գիտակ ծիին արջևը որ գտնեն բոլոր մարմինը ադորետ կգարավարեն Ահա նավերնալ որ չափ մեծ բաներ են եւ սաստիկ հովերեն կքշվին բայց շատ փոքր ղեգով մը կղեկավարվին ղեկավարին գամքը որ գողմը որ ուզե Այնպես ալ լեզուն բզդիկ անդամ է բայց մեծ բաներ կխոսի Եվ շատ ծանր Եվ հենց նման է բարին բուն իմաստով քարերը նետելու Ոչ ֆիզիկական քարեր, բայց իրականության մեջ հոգևոր աշխարհի մեջ իրական քարերու Ես հիմա մի քանի հարցեր պիտի դամ եդեվի սիրեներ Կյանքդ բեր արշևդ Այսօր, բայց ամենակարևորը այսօր է Որովհետև դու գրնաս շատ բաներ մտածել որ եղեր է Կամ գրնալ ալի այս բաներ կխոսեմ որ դու գտնես որ դու քեզի ադոնց մեջ բայց ես չեմ եկած քեզի աս ամենը խոսելու որ քեզի հիշեցնեմ դեսար դու ինչպիսի մարդ է ես եկած եմ ասելու եկեք մենք մեզի նայենք եւ փոխվենք Եվ հիմա նայեր ինչ հարցեր կա գրնալ այնքան ուրիշներուն հաջողության վրա գետրոնացար, որ չի գիտցար ինչպես պիտ հաջողիս։ Հարցումներ են, որ սրդես եկեր էր, ուզեմ որ ծեզ իսել։ Կապված է ձոմաբահությունը, մեր թեմային հետ, ամեն ինչով։ Ձոմի մեջ մեր անցերուն վրա գետրոնացանք։ Գրնալ այնքան ուրիշներուն հաջողության վրա գետրոնացար, որ մորցար տուն հաջողիս։ Կամ մորցար ինչպես մտածես տուն հաջողիս։ Գրնալը այնքան նայեցար ուրիշներուն իրենց կյանքերում մեջ ինչ կնեն, որ տուն բան մալելու մորցար։ Ուզեմ լավ լսես սիրեներ, դու գիտեք որ շատ մարդոց կյանքը ասանք է դժբախտաբար։ Բայց այսօր Աստված իր խոսքով եկել է արտնցնելու։ Մեկը դա բիցեմ, գրնալը այնքան ուրիշներուն կյանքով սպաղված ես, թե իրենք ինչ կնեն, որ այսօր դու մորցեր ես, որ դու բան պետք է անես։ Կամ ինչպես պետք է անես, կամ երբ պետք է անես։ Գրնալալ այնքան մարդոց սխալներուն վրա գետրոնացար, կամ գետրոնացած ես, որ դու քո սխալները չթքելու մորցեր ես։ Կարոզինը սկիզբը էսի չէ, ավելի բարձ է, եւ որ մարդը գետրոնանա իր շուրշի վրա, գսպասի իր շուրշեն փոփոխություններ, բայց երբ նույնիսկ մեզի կա։ Ես հարցը գուդամ որ եւ գուզեմ որ հիմա քնություն մանենք։ Արդյոք երբ ասամ մենը գսեմ որ քու մեջ քու խիջդ ինչ որ դեղմը գանտիմանվի գոր գամ ոչ։ Որտեւ ես քեզի վստահեցնեմ, եթե նույնիսկ
այդպես չես, մեկ հատ արիդ դուր տուն քեզի մտածելու։ Նայր այն ժամանակ, երբ հոս կնստիս Աստծո խոսքը լսելով եւ Աստծո խոսքը իր մեջ ունեցած հանդիմանությունով, եթե միշտ կողքեդ կանցնի, ուրեմն դու շիդակ ես եւ դու բեք չունես փոփոխության։ Բայց ես քեզ ասեմ, աս հարցում որ կհարցնեմ, գրնալ այնքան մարդոց սխալներուն վրա գետրոնացար, որ դու քո սխալները չթքելու մորցար։ Ես կուտեղը դլամն է ես ալիմա կմտածեմ մեկ հատ։ Չլա թե այնքան ինքնավստահ լաս չի մտածես ասոր մասին։ Ես քեզի բան ասեմ։ Եկեք խոնարհվենք եւ մտածենք։ Գրնալ մտքեդ չանցնի որ բայց մտածես թե Աստված գայտնե։ Աս երեք օրվա զոհաբաություններու ժամանակ բաներ կար իմ մտքեդ շեր անցներ որ Աստված հայտնեց ինձի։ Երբ պիտի հայտնի Աստված կամ երբ պիտի փոխվի ինչ-որ բաներ, եթե ոչ այն ժամանակ, երբ Աստծո խոսքը կխոսվի։ Ուրիշ գրնալ այնքան ուրիշներուն մեղքերը թադելով քո մեղքերուդ հարցը մորցար։ Քիչած սխալներսի որովհետև սխալը անպայման մեղքի հետ կապ չունի, չէ՞։ Շատ սխալներ ու դեսակներ կա, բայց եթե կանք մեղքի նյութով Դու գիտես ինչ ցավալի իրականություն է, երբ մարդիկ կրնան փամփասել, կրնան խոսիլ մարդոց մեղքերով, նմանելով այն բարեսիներուն, որ քարերը գնեդեն, բայց իրենց մեղքերուն հարցը մորնան։ Հետս ես սիրելիս։ Ադոր չափը որ չափ բզդիկ է, որ չափ մեծ է, ադոր մասին չեմ եկած խոսելու։ Գիտեք ինչի մասին ենք խոսելու մենք այսօր։ Որ մենք բավական խոնարհ ենք Աստծո առջև, մեր կյանքի բոլոր օրերում մեջ, որ հայլին միշտ մեր գոմ դարձված լա։ Եվ ես քեզի պիտի մխիթարեմ։ Երկինքը ամենակարող Աստծոկով հայլի մգա, որ բոլոր երկիրը գտիդե։ Դու քեզ մով սպաղվիր։ Թադաստանի համար տարածված մեծ հայլի մգա դիրոջ կողմեն։ Բոլոր երկիրը գտիդե։ Տուն հայլին տուն քու վրա դարձուր։ Եթե ուրիշներով ապի դսպաղիս, անպայման սպաղիր։ Եթե պիտի օգնես, պիտի սիրով ինչ-որ բան անես, եթե բարին պիտի լայրեն։ Ամեն։ Ամեն։ 24 ժամ սպաղիր Երանի քեզի ինձի ալսեք համ օգնեմ քեզի 24 ժամ ուրիշներով սպաղիր եթե սպաղած բանը իրեն շինություն գուտա իրեն գփոխե իրեն լավը գլա եթե ուրիշին սխալը գտեսնես կոր եթե քայլ մը գուզես կոր ցերնարգել խոսքով մտքով ամեն ինչով Եթե ադի իրեն համար լավ է, անպայման ըրե, բայց եթե ոչ, ես կսեմ դեղդ գեցիր։ Քանի որ գսկուշացնեմ որ քեզի սատանայի թագարտին մեջ ես։ Քանի որ Հիսուս Քրիստոսը արդար թադավորը եկավ այս աշխարհ փրկության ցերկով։ Ես եւ տուն Ուրիշին հետ կորձ պիտի ունենանք միայն մեկ բաժին ունենք փրկելու ոչ թե հոգիի փրկության մասին կխոսեմ Աստված է հոգին փրկողը այսինքն այդ նյութին մեջ օգնելու թիգունք կենալու բարձրացնելու ասկե դուրս ամենը մեղք է քանի Աստվածաշունչը գսե ինչ որ հավատքեն չէ մեղք է Իսկ հավատքի մեջ գուքա ամեն բան որ Աստուծմե է եւ Աստված գսե վերեն եկած բարգեւը բարի է Եվ այս ամենը առնել դալով քու մեջ ես կհավատամ կորձողություն մգլա մեր ներսը եւ մենք կհասկանանք մեր կյանքի մեջ
ինչպես է մեր ուղղությունը։ Քանի ճշմարտ բամն է, երբ որ մարդը գաբրի հայլին հագարակ։ Դուք բոլորդ հասկացաք չէ՞ ինչ ասել ուզեմ, հայլին հագարակ։ Եվ վերջինը գրնալալ այնքան հայլին հագարակ բռնեցիր, որ լուր չունիս հիմա քու դեսքդ ինչ վիճակի մեջ է։ Գրնալալ ընդհանրապես քանի որ հայլիները կկործածվին, չէ, աղջիկներ բանավանդ։ Լավ բան է, չէ։ Չտկրդելու համար, որ իրար անցած բանը, նայ լավ լսե, իրար անցած բանը չտկրդվի։ Մեր կյանքերում մեջնալ գա հայլիմը, որ պետք է միշտ նայի մեզի, որ մեր սրդերը, մեր կյանքի ընթացքը չտկրդվի։ Բայց հարցը ասեր, գրնալալ այնքան հայլին հագարակ բռնեցիր, որ լուր չունիս հիմա քու դեսքդ ինչ վիճակի մեջ է։ Եղած է քո հետ կյանքիդ մեջ շատ բարձ հարցումը կարծնեմ։ Եղած է քո հետ քո կյանքիդ մեջ, որ ուրիշը եկեր քեզ իսեր է, մեկ հատ աստեղը չտկե բամը փագեր եկամ։ Եվ դու իրար անցնիս, լուր չունիս դեսքդ ինչ վիճակի մեջ է։ Բայց ես քեզի լավ լուր ունեմ, երբ որ Աստված, Փարի Աստված, Սիրո Աստված, Խոնար Աստված, Հավատարիմ Աստված, լավ ուզող Աստված, երբ որ հայլինգը դարձնե, որ դու քեզի տեսնես, երբ որ տեսնես իրար անցած է, մի նեղվիր։ Ադի ադոր համար է որ շտկվի ադոնք։ Ադերաս ամեն ինչին նպատակը որ մենք քանք Աստծո առջև եւ բանանք մեր սրդերը սելով Տեր Աստված միայն դու ես կատարյալ ահա քո առջև եմ կխոնարեցնեմ անցը խոսիր ինձի թող լա կյանքիս մեջ մակրակորձում մտքի նորոգում թող լա ամեն ինչ քո կամքի համաձայն եւ ես շնորհակալ եմ քեզ որ դու ինձ կսորվեցնես որ ես հայլիմ ունենամ որ տեսնեմ ես ինձի հաբա թե որ չի տեսնեի հաբա եթե որ ինձի արիք չդրվեր որ հայլիմ ունենամ եւ չի տեսնեի երկնքի արչեւ Աստծո արչեւ դակն ու վրա բիդաբրեի բայց այսօր շնորհված եմ էզի հայլի գիտես Աստծո Սուրբ Հոգին այսօր մեր կյանքերում մեջն է եւ գրված է ինքը կխոսի մեր հետ ինքը կհանդիմանե մեզի ինքը կփոխե մեզի ինքը կսորվեցնե մեզի Աստված ողջ է Եվ սկիզբը աղոթքին մեջ շատ զանացավ սրդից մեջ եւ Աստվածաշունչը գսե բոլոր անոնք որ սրդանց կփնտրեն Աստծո կգտնեն Իսկ դուք գիտեք ինչու է պատճառը որ մարդիկ չեն գտներ Աստծո բարձ է սրդանց չեն փնտրեր Բայց Աստվածաշունչը գսե ով որ սրդանց փնտրե պիտի գտնե Ինչ հիանալի բան է Նայեցեք առաջին Պետրոս 3-րդ գլուխ 8-րդ խոսքը ինչ կսե Վերջապես ամենքդ մեկ մտքի վրա եղեք գարեգից եղբայրասեր գուզեմ լավ լսեք նայեցեք մեկ մտքի վրա գարեգից եղբայրասեր ողորմած ու քաղցրապարո չլա որ չարության փոխարեն չարություն հադուցանեք կամ նախադինքի փոխարեն նախադինք նայեցեք այլ ընդհակարակը օրտնեցեք գիտնալով որ այս բանին համար կանչվեցաք որբեսի օրտնություն ժառանգեք Աստվածաշունչը գսե օրտնեցեք գսե չարին փոխարեն չարով մի հադուցանեք եւ ուրիշ դերում Աստվածաշունչը գսե չարով Փարիով չարին բարիով հաղթե Քաղտնիկը գիտես ուր է վերջին բարի մեջ հաղթե քանի որ չարը չարով չես կնար հաղթել բայց չարը բարիով գրնաս հաղթել որովհետեւ վերջարության Աստված գուզե որ դու հաղթես բայց ոստեղը խոսելիք բան կա նայեն ինչ կսե եղբայրասեր ողորմած սիրելիներ
Եվ որ ինչ որ բան մը գլսենք մեկու մասին Աստվածային աներգյուղով քան թե փամփասենք մարդոց վրա եկեք ողորմած լանք իրենց անտեպ Եվ Աստվածաշունչը գսե Երանի ողորմածներուն որտեղ իրենք ողորմություն պիտի գտնեն Հիմա լավ լսե եթե օրվա մեջ ինչ որ ժամի մեջ ինչ որ մեկու մասին բանը գուքա լուր քեզի առաջին բանը որ թողքա միտքդ ոչ թե ինչ նույթն ես ադոր համար փամփասես այլ գսե ողորմած եղեք գիտես ողորմածը ինչ կնե ադ հարցին համար սրտանց գաղոթե ասինչ եղբորը հետ ասի բադահեցավ լուր եկավ գիտես որ մեծ դարբերություն կա որ երբ որ լուրը լսես ելես զանգես սես լսեցիր Յանի բաները մը գսկայի գոր եսա լսե աստուծո վախը ունեցիր զանգե մեկուն որ գիտե աղոթել լսե լսեցիր եկուր սրդանց աղոթենք ողորմած ենք պետք է ելանք եղբայրասեր ասիկը նման է ադոր շնության մեջ բռնեցին հոսի եկուր մեր օրենքը ասանք կսել լսենայիմ Հիսուս ինչ իրավ գիտես ողորմեցավ ասի այն բանը որ մենք պետք է անենք Սիրեներ եկեք վերադառնանք մեր կյանքերուն Եկեք մեզ մովը սպաղինք եւ մեր ամենա լավ դարբերակը ըլանք Քեզի լավ լուր դվի ես հավատակսեմ Եղիր այս աշխարհի մեջ քու ամենալավ դարբերակը որ Աստուծո մե ամենալավ դարբերակը Բայց ես քեզի բան ասեմ Լալու համար ամենալավ դարբերակը դու չես կրնար ուրիշներով սպաղած կյանք ունենալ քեզ մով սպաղիր Բայց միտքդ բա է չլա թե մեկ օգնության պետք ունենա ասես հովիվը սա ուրիշներ պիտի սպաղես Միտքդ բա է լավ Երբ որ ուրիշներ պիտի սպաղիս եթե իրեն համար լավ է մի գնար վազ է Եթե ինչ որ բիտնես իրական քո սրտեդ գիտես որ ադիգա լավ է սիրտդ մաքուր է վազ է եղբայրս ես պետք ունիմ քո օգնությանդ Դու պետք ունիս իմ օգնությանս միայն աստվածջարով Ատքեզատ գիտես ինչ է Դու քեզ մով սպաղիր Որովհետև ես շատ դեղեր ունեմ փոխվելու Դու շատ դեղեր ունես փոխվելու Եվ շնորհակալ եմ որ Աստված բարի է Որ ես արիթ ունիմ փոխվելու Դու արիթ ունես փոխվելու Ամեն Ամեն Գխնդրեմ բարապանության խումբը կա Գխնդրեմ ոտքի ելենք սիրեներ Հալելույա, պարքեզ դեր Շնորհակալ եմ որ բարի Աստված ես Շնորհակալ եմ որ այս ամենը բարձրապես խոսքեր չեն Շնորհակալ եմ որ քո խոսքդ այսօր ունի զորություն որովհետեւ մեր կյանքերում մեջ գադարվին քո խոսքերդ դեր Շնորհակալ եմ քեզի որ դու մեզի կսորվեցնես քո խոսքդ դեր Իմ անցենս սկսած այսօր ամեն մեկս գարիք ունենք քո աստվածային հայրական խրադի Գարիք ունենք որ ավելի խոնարհվենք եւ գետրոնանանք մեր կյանքերու վրա եւ քո արժեվ ավելի անարատ լանք եւ քալենք ինչպես որ դու կգամենաս դեր Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 20-րդ խոսք Եվ ամենուն գսեր Նայեցեք ինչ գսեր Հիսուս
Եթե մեկը գուզեմ յետևես կալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնե ու յետևես կա։ Գիտես որ ծանր արտահայտություն է։ Եվ ամենուն գսեր, ոչ թե իր հadouk 12 աշակերտներուն, այսինքն ամենուն։ Եթե մեկը գուզեմ յետևես կալ, ով գուզե Հիսուսին յետևեն երթալ։ Գսե թող իր անձը ուրանա, մենք միշտ կխոսենք, որ գսե ամեն օր խաչը վերցնե ու յետևես կա, բայց իրականության մեջ բանալի խոսքը ատկե առաջ է։ Թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնե, որովհետեւ ես քեզ ասեմ, եթե քո անձը չուրանաս, դու չես կնար քո խաչը վերցնել։ Եվ գիտես ասի ինչ է, բար սպասադրությունով, որ քո կյանքիդ մեջ ովևէ ժամանակ, ովևէ մեկ բնակավարի մեջ ինչ որ բան մգուզես կոր, բայց իր գամքը ասի է, եւ որ թուն քո ուզած չես սներև իր գամքին հետևեն գերտաս, քո անձդ գուրանաս իր գամքի համար։ Հիմա եկար բաներ լսեցիր, որու լավին համար է, քո լավիդ համար է, բայց ես քեզ ասեմ, եթե անձդ չուրանաս, որովհետեւ դու գիտես, աս ամեն ինչին հետևը բաժարներ կա, փամփասանքը, մույս ընդհանրապես բաներ, որ գա կյանքիդ մեջ, որ դու չես ազատվիր գոր, գիտես, շատ ժամանակ պատասխանը ասի է, անձդ շատ գաբրի գոր, պետք է ուրանաս իր գամքին համար, որ քեզի լավը լա։ Եվ այսօր մենք կհասկանանք մեր քրիստոնեական կյանքի մեջ Հիսուս Քրիստոսեն հայտարարություն մը գա, եթե գուզեք ինձի հետևիլ, գիտես ինչի մասին կխոսի, չի խոսիր գիրակնորյա ծառայության մասին, չի խոսիր ընդհանրապես հավաքույթներու մասին, գսե կյանք, որ գաբրի իրմով, ուրվոր է, մինակ, իրար հետ, կորձիս տեղը, կյանք, որ իր գամքին համացայն պետք է էլլա, ամեն բարակային, կախտնիկ կա գսե, եթե կո անց չուրանաս, չես կնար խաչըտ վերցնել, և իմ ետևես կալ, որովհետև դու պետք է հասկանաս իմ ետևես կալու համար բաներ կա, պետք է մեռնի, ամեն, և ասի ադորետ գաբունի իմ անձը, ես վստահ եմ բաներ կա, այս 3 օրը աղոտքի ժամանակ մերավ քո մեջդ, կամ կաշխատիս որ մեռնի, ասի է որ քո անձդ ուրանաս, սխալ բնավորություն է թող մեռնի, սխալ մտածելակերպ է թող մեռնի, մեղք է թող մեռնի, մեղք թող մեռնի, վարք թող մեռնի, և թող ապրի իմ անձը իր գամքով, հալելույա, ամեն, եկեք երկրպագության երկմը վերցնենք, սիրեներ, ինչպես որ գիտեք ժամանակ առ ժամանակ վերջին, ամսվա վերջին օրերուն երբ որ մենք ձոմավահություն գնենք, հոստե աղոտ կա գլլա, բայց այսօր ես անհատական աղոտ պիտի չի ինեմ, բայց ինչպես պիտի ինեմ, գիտեք, եթե դու մեկն ես, ովևէ մեկ բան գա քո կյանքիդ մեջ, գուզեմ լավ լսես, ովևէ մեկ բան գա քո կյանքիդ մեջ, բնավորություն, մեղք, մտածելակերպ, մտքի հարցակում, վարքիդ մեջ բաներ գա, հետը գրիվի մեջ ես, ովևէ մեկ բան, կխնդրեմ արժև կասոս, բոլորիդ համար կուզեմ աղոտել, բայց աս արժև կալը գիտես, ինքը սովորությունը չէ, գիտես ինչ է, ատ քո հավատքի քայլն է Աստծո արժև, որ ես կուզեմ գորադի, որովհետև ես հավատացեք կսեմ վստահ գրնամ ասել, որ գա իրականությունը, որ եթե դու չուզես, Աստված իր ամեն զորությունով, եթե դու չուզես, այդ փոփոխությունը չի կար, որովհետև Աստված գուզե գիտնալ դու ինչ կուզես։ Այսօր ես ձեզի հստակ կսեմ որ գա բաներ ձեր կյանքի մեջ, որ չեք ազատվիր գոր, մտածեցեք կուզեք գոր ազատվիլ, եթե պատասխանը ոչ է, ադոր համար չեք ազատվիր գոր։ Ովևէ մեկ բան, բնավորություն, մտածելակերպ,
Մտքի հարցակումներ մարդիկ ունենոս։ Մի հարմարվիր այդ ամեն ինչի հետ, կուզես կոր ազատվիլ։ Լսե, մխիթարություն։ Մարդիկ կան, որ մխիթարության պետք ունին, ծանր թեփ մի եղել է կյանքիդ մեջ։ Եվ 3 տարի է, սուկի մեջ ես։ Աստվածաշունչը գսեր Ռաքելը չուզեց մխիթարվիլ։ Մխիթարությունը գա, բայց ինքը չուզեր գոր։ Այսինքն բաներ, որ Աստուծո մեջ գա, գրնա չի հասնի քեզի, որովհետև դու չես ուզեր գոր։ Կարևոր է ասի, ինչ կուզես։ Երկրպագության երկ վերցնենք։ Շնորհակալ եմ, որ դու այստեղ ես, քո Սուրբ Հոգիով Հիսուս։ Թող քո ներկայությունդ լեցնե այս վայրը, բոլոր մեզի դիտողներուն, իրենց դուները, թող քո փառքդ ծածկե իմ Աստված։ Հալելույա։ Երկնավոր Հայր, Հիսուս Քրիստոսի անունով ես կբերեմ քո առջև ցանկացած իմ եղբայրս եւ քույրս եւ բոլոր մեզի դիտողները։ Դու գիտես իրենց կյանքերու մեջ ամեն եղած մտքի հարցակումներ, ամեն սխալ բնավորություն, ամեն սխալ մտածելակերպ, ամեն մեղքեր։ Եվ ես շնորհակալ եմ քեզի Հայր երկնավոր, որ 2000 տարի առաջ քո միածին որդին ուղարկեցիր Հիսուս Քրիստոսը, որ իր արյունով մարդկության իրենց մեղքերն ազատե, իրենց անեծքներն ազատե, իրենց սխալ բնավորություններն ազատե, իրենց սխալ մտածումներն ազատե եւ ազատե ամեն չարի ծրագիրները։ Ես շնորհակալ եմ Հիսուսի արյան համար եւ ես հենց հիմա ընդունիր այս աղոթքը։ Հենց հիմա Հիսուս Քրիստոսի արյան զորությունը գհրճագեմ ամեն մեկու վրա։ Ես գհրճագեմ քո ազատագրար զորությունը ամեն մեկու վրա, քո Սուրբ Հոգու զորությունով։ Հիսուս Քրիստոսի անունով ես իշխանություն կվերցնեմ ամեն թիվային ներկայության վրա, որ իմ եղբայրներուս քույրերուս կյանքի մեջն է։ Ամեն անեծքի պատճառով եկած թիվային ներկայություն, ամեն մեղքերու պատճառով եկած թիվային ներկայություն, Հիսուսի անունով հենց հիմա թող քեզի ազատ արձակե։ Ամեն սխալ բնավորություններ, մտածելակերպեր, ամեն մտքի հարցակումներ, վախի, թող Հիսուսի անունով հենց հիմա քեզի ազատ արձակե։ Ամեն հիվանդության մտքեր թող քեզի ազատ արձակե Հիսուսի անունով։ Ամեն մեղքեր, depression, ամեն քո կյանքիդ մեջ թեղեր բերող չար ոգի, թող Հիսուսի անունով քեզի ազատ արձակե։ Եղիր ազատ։ Եղիր ազատ։ Հիսուսի անունով ես կաղոթեմ, որ մեղքի գաբանքը թող քանդվի քո կյանքիդ։ Այդ ամեն ինչին հետ, որ երկար ժամանակ է արդեն բայկարի մեջ ես, թող քանդվի քո կյանքիդ։ Արդեն երկար ժամանակ է այն մտքերու հարցակումի, որ դագես, թող հեռանա հենց հիմա։ Ամեն բնավորություն, ամեն չղայնություն, որուն ետևը գա չար ոգու ներկայություն, թող հենց հիմա ազատ արձակե քեզի Հիսուսի անունով։ Հիսուս Քրիստոսի անունով ես կաղոթեմ, որ արդեն երկար ժամանակ է ձեր կյանքի մեջ ամեն ինչ որ գա, բայց որ Աստուծո մեջ է, թող Հիսուսի անունով եւ Տիրոջ զորությունով ձեր կյանքերը ազատ արձակե։
Ես կխոսիմ ձեր վրա ազատություն, ես կխոսիմ ձեր կյանքերու վրա բժշկություն, ես կխոսիմ ձեր կյանքերու վրա մխիթարություն, ես կխոսիմ ձեր կյանքերու վրա ազատագրում, եւ ես կհրճակեմ Տիրոջ փառքը ձեր կյանքերու վրա, կհրճակեմ Տիրոջ զորությունը ձեր կյանքերու վրա, ես կհրճակեմ Հիսուս Քրիստոսի արյունը ձեր կյանքերու վրա, ձեր ընտանիքներու մեջ, ձեր սերունդներու մեջ են, թող ամեն փույն որ չարեն է, թող Հիսուսի անունով քանթվի եւ վերանա ձեզմե։ Թող Տիրոջ լույսը ձագի ամեն խավար բնակավարի վրա։ Թող Տիրոջ հարության զորությունը ելա ձեր կյանքերու մեջ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։